Պարոն Սահակյանը իր բնույթով այն եզակի գործիչներից, բժիշկներից էր, որը կարելի ասել նույնիսկ անկրկնելի էր իր տեսակով։ Ցանկանայինք նաև ձեր տեսակետը լսել, ինչպես եք դուք այժմ գնահատում այն փաստը, որ նրանից հետո հնարավորություն կա, որ կզարգանա այդ ոլորտը եւ ինչ հեռանկար եք տեսնում։ Իրականում ոլորտի զարգացումը կախված է այժմ երիտասարդ սերնդից, որին դաստիարակել են եւ ես մեծ հույսեր ունեմ եւ կարծում եմ, որ իմ ընկերները իմ տարիքի ինձնից կրտսեր միայն էսթետիկ վիրաբուժությունը չեն ընտրի որպես իրենց աշխատանք, այլ նաեւ կընտրեն այն աշխատանքը, ինչ որ արել է Արտավազդ Բագրատովիչը։ Դա միայն բժշկությունը եւ բժշկագիտությունը չի, այսինքն կարեկցանքի մարդու ցավը կիսելու հատկություններ կձևավորեն իրենց մեջ։ Եվ ես կարծում եմ, որ անշուշտ հնարավոր է դուրս են գալու այդ ամբողջ դպրոցից նվիրյալներ, որոնք որ շարունակելու են։ Ես իմ անունից կարող եմ ասել, որ այնինչ ինքին սովորեցրել է եւ թողել է, ես դա պատվով կատարելու եմ։ Ես էլ փոխանցելու եմ իմ ուսանողներին։ Այսքանը թերևս։ Անշուշտ լավատեսությունը կիսում եմ այն բառերը, որ դուք լսեցիք, որ սա անվերջ չի եւ վիճակը անվերջ չի, դա ավարտ ունի եւ մենք դեռ անցալի օրեր կունենանք։ Այսօրվա հաղորդումը, որ դիտում ենք, ինքներդ երևի նկատեցիք, հաղորդումը նրա մասին էր, բայց պատասխանները, որ նա տալիս էր ամբողջը հայրենիքի մասին էր։ Գիտեք, նա առանձնահատուկ համարձակություն ուներ, բայց չեմ կարող ասել նրանց մասին, ովքեր չունեն համարձակություն, այսինքն իրենց կարծիքը արտահայտել։ Ես միշտ կարծել եմ, որ բժիշկը, առավել ևս հանրային բժիշկը, ճանաչում ունեցող բժիշկը, նույնը վերաբերում է դերասաններին, բանաստեղծներին, ում ձայնը լսելի է, անպայման պետք է իրանց խոսքը արտահայտեն եւ իհարկե գտնի իր արձագանքը այդ խոսքը։ Եվ նա բաց էր եւ անկաշկանդ ասում էր իր մտքերը։